Շնորհակալ եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար, առողջապահության հարգելի նախարար, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հարգելի ռեկտոր, հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ, հարգելի ներկաներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 80-րդ տարեդարձի առիթով և իսկապես արդեն նշվեց, որ մի հաստատություն է, որի վերաբերյալ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում շատ էմոցիաներ կան, որովհետև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի գործունեության հետ են կապված մեր սպորտային այն փառապանծ հաջողությունները, որոնցով մենք անընդհատ և շարունակաբար հպարտանում ենք և ես արդեն հասկանում եմ, որ դահլիճում այսօր ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր համահեղինակ են այդ բոլոր հաջողությունների և ես ուզում եմ իմ գնահատանքի և հարգանքի տուրքը մատուցել բոլոր վաստակաշատ գործիչներին, որոնք ապահովել են մեր սպորտի փառքը և այդպիսով մեզ բոլորիս լիցքավորել մեծ էմոցիաներով և էներգիայով։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր կատարած աշխատանքի համար։ Բայց մենք ինքներս մեզ պետք է հարց տանք, ի վերջո ինչ պետք է անենք մենք այդ ժառանգության հետ։ Ես ուզում եմ, որ իհարկե այս տոնական օրով շատ կարևոր է նաև այդպիսի արձանագրումներ անել, ես ուզում եմ, որպեսզի մենք զգուշանանք այդ ժառանգությունը մսխելու վտանգից և ռիսկերից, որովհետև կարծում եմ այդ ժառանգության նկատմամբ մեր մեծագույն տուրքը կլինի այն, որ մենք, ինչպես նոր կտակարանում է ասվում, ոչ թե մեզ ի պահ հանձնված այդ հաջողությունը մսխենք կամ առնվազն այդ հաջողությանը նոր բան չավելացնենք, այլ այդ հաջողության ավանդույթը օգտագործելով նորանոր փառքի էջեր բացենք, մինչև այս պահը մեր ունեցած սպորտային փառապանծ էջերի։ Եվ սրա համար իմ կարծիքով կարևորագույն պայմանը նույնն է, ես վերջին օրերին կրկնվում եմ, բայց նաև չեմ վախենում կրկնվելուց, որովհետև այդ թվում սպորտի ոլորտում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մեր հաջողությունների ճանապարհը միևնույն է անցնում է կրթության միջոցով։ Այսինքն, եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մենք մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք։ Էլի մենք չենք դժգոհում նրանից, ինչ որ ունենք, որովհետև մեր մարզիկները այսօր էլ հաջող ելույթներ են ունենում։ Բայց ես ուզում եմ, որ այդ ելույթները, այդ հաջողությունները իրենք դառնան շարունակական և ինստիտուցիոնալ և պիտի ընդգծեմ, որ սպորտը, ժամանակակից սպորտն էլ ինքը շատ էականորեն կապված է կրթության, գիտելիքի, տեխնոլոգիաների հետ։ Ես երեկ հանձնում էի բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակը և մրցանակակրի հետ, որը տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային լիդերներից մեկն էր, պարոն Ռոշը, մենք իր հետ քննարկում ենք և խոսակցությունը հասավ սպորտին և նա անդրադառնալով հեծանվային սպորտին ասում էր, որ ժամանակակից հեծանվային սպորտում մարզիչները մոտակայքում երթևեկում են մեքենայով, իրենց մոնիտորների վրա ունենալով իրենց մարզիկի օրգանիզմի ամբողջ պարամետրերը, թե իրենց այդ մարզիկի օրգանիզմը դեռ ինչ տեմպով պետք է շարունակի մրցելույթը, որպեսզի այնուամենայնիվ ուժերը ճիշտ օգտագործի։ Եվ սա վերաբերվում է սպորտի բոլոր ուղղություններին, որովհետև գիտելիքը, որը միանում է նվիրվածությանը, որը միանում է ձգտմանը եռանդին, իհարկե այստեղ էֆեկտները ավելի մեծ են լինում։ Ես ուզում եմ ընդգծել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
ինստիտուտի ռազմավարական նշանակությունը մեր առաջիկա ռազմավարությունների համար։ Տեսեք, մենք այսօր 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին զուգահեռ սկսում ենք մարզերում մարզական կենտրոնների պետություն մասնավոր մի ծրագիր, որ մեզ համար ռազմավարական է երկու ուղղությամբ։ Իհարկե մենք շատ ենք ուզում եւ ռազմավարություն ունենք սպորտի բնագավառում ունենալ շատ մեծ հաջողություններ։ Մինչեւ 2050 թվականը մեր ռազմավարության մեջ ընդգծված է, որ մենք պետք է առնվազն 25 օլիմպիական ոսկի մեդալ ունենանք եւ այլն եւ այդպիսի մարզական ամբիցիաներ են արձանագրված մեր ռազմավարություններում, բայց ինչա պետք դրա համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ երեխաներ եւ երիտասարդներ զբաղվեն սպորտով, որպեսզի ավելի շատ երեխաներ եւ երիտասարդներ զբաղվեն սպորտով, անհրաժեշտ է, որ լինեն հնարավորինս շատ մարզական ենթակառուցվածքներ եւ մարզական ենթակառուցվածքները լինեն գրավիչ։ Մենք այսօր մեր բոլոր դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ֆիզիկուլտուրայի դահլիճներին, այլև բացօթյա մարզական ենթակառուցվածքներին, նաև արդեն ասացի, որ մենք նաև մասնավորի հետ համատեղ գործունեություն ենք իրականացնում մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու համար։ Այդ մարզական կենտրոնները իրենց նպատակին չեն ծառայի, եթե ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտից դուրս չգանեն մասնագետները, ովքեր այդ մարզական կենտրոնների այցելող մեծահասակներին եւ երիտասարդներին եւ պատանիներին պիտի այդ ուսումնական ծառայությունները մատուցեն։ Եվ նկատի ունեմ այն գործունեությունը, որը իրականացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը, մեզ համար ունի ռազմավարական նշանակություն սպորտի բնագավառում, բայց նաեւ առողջապահության բնագավառում, որովհետև մենք այսօր առողջապահության ոլորտում մեծ խնդիրներ ունենում ենք, այդ թվում այն պատճառով, որ մեր քաղաքացիներին բավարար չափով չենք քաջալերում ապրել առողջ ապրելակերպով, ապրել ակտիվ կյանքով, զբաղվել սպորտով, շատ դեպքերում, որովհետև դրա ենթակառուցվածքը չկա։ Ես ուզում եմ եկել եմ ձեզ ասելու, որ կառավարությունը այդ ենթակառուցվածքները ստեղծելու է, եւ մենք ակնկալում ենք, որ այդ ենթակառուցվածքները ունենան մասնագետներ, որովհետև այդ ենթակառուցվածքները առանց պատշաճ մասնագետների չեն տալու այն արդյունքը, որը մենք բոլորս ակնկալում ենք։ Եվ հետևաբար ես ուզում եմ, որ մենք այսօր նշելով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի 80-ամյակը նաեւ արձանագրենք մի նոր 80-ամյա էջի բացումը այսօր, որ մենք պետք է միասին ռազմավարական քննարկումներ եւ որոշումներ ունենանք եւ իմանանք իսկ նախորդ 80 տարվա ժառանգությունը մենք ինչպես ենք կիրառելու հաջորդ 80 տարին պլանավորելու եւ հաջորդ 80 տարվա ընթացքում առնվազն նույնպիսի փառապանտ սպորտային եւ մարզական էջեր ստեղծելու համար, որպեսզի հաջորդ 80-ամյակին առնվազն նույնքան հպարտանալու առիթ ունենան ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի Հոբելյանին ներկա գտնվող բոլոր անձինք, ելույթ ունեցողները, ներկաները եւ ինստիտուտը լինի գրավիչ երիտասարդների եւ պատանիների համար։ Հարգելի դասախոսներ, ուսանողներ, ինստիտուտի հարգելի ներկայացուցիչներ, կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս ինստիտուտի 80-ամյա Հոբելյանի առիթով, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնեմ այս ընթացքում ձեր կատարած աշխատանքի համար, ձեր ունեցած ներդրման համար եւ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այս առաջին 80 ամյակներին կհաջորդեն երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը եւ ամեն 80 ամյակ նախորդից կլինի ավելի հարուստ, ավելի փառապանծ, ավելի գեղեցիկ եւ ավելի մեծ հեռանկարներով տոգորված։ Շնորհակալ եմ։